Հուզական անզգայացում։ Այս հասկացությունը հոգեբանության մեջ ունի մի քանի անվանում՝ ալեքսիթիմիա կամ հոգեբանական անեստեզիա։ Ալեքսիթիմիա թարգմանաբար նշանակում է խոսքեր չկան հույզերը արտահայտելու համար։ Մարդիկ են, ովքեր որ ընդհանրապես կամ չեն արտահայտում իրենց էմոցիաները, այսինքն այս մարդիկ չեն կարողանում զգալ, իրենց ապրումները չեն կարողանում բառայնացնել, արտահայտել, վերապրել, նրանք ավելի հեշտ, երբ որ ասում ես ինչ են զգում, փորձում են ռացիոնալ ինչ-որ բացատրություն տալ։ Այս մարդկանց միտքը, ուղեղը, մտածողությունը, ռացիոնալ ուղեղը եւ սիրտը, հույզերի շարժիչը, եթե այսպես ասեմ, իրար հետ կապի մեջ չեն։ Այստեղ ինչ-որ բան փակել է եւ այս մարդիկ ավելի շատ գործում են, ավելի շատ խոսում են, ավելի շատ փորձում են բացատրել, նրանց ռացիոնալ մտածողությունը ավելի զարգացած է, նրանք նախընտրում են ինչ-որ երևույթ նկարագրեն բառերով, այնինչ չեն կարողանում ապրել։ Այս մարդիկ կարող են գնալ թաղում, բայց ընդհանրապես չարտասվել, չսքալ, չլացել, կամ կոմեդիա ֆիլմ են դիտում ու ընդհանրապես չեն ծիծաղում։ Նրանք ավելի շատ մեխանիկական ինչ-որ գործողություններին հակված մարդիկ են։ Ինչ է տեղի ունենում։ Նախ սկսենք նրանից, որ բազային գոնե 6 էմոցիա կա՝ ուրախություն, տխրություն, վախ, զարմանք, զզվանք, զայրույթ։ Եթե ավելի շատ անդրադառնամ այսօր հուզական անզգայացմանը, ապա այստեղ մի փոքր ալեքսիթիմիա տերմինից տարբերություն կլինի, որովհետև հուզական անզգայացում մարդու մոտ կարող է լինել, ինչպես է որոշ դեպքերում ալեքսիթիմիան նույնպես նույն պատճառով կարող է ծագել, բայց սովորաբար ալեքսիթիմիան ավելի արդեն հոգետրավմա կրող երևույթ է, ավելի երկար վաղեմություն է ունենում, իսկ հուզական անզգայացումը բոլորիս կյանքում կարող է տեղի ունենալ, ինչպես է վաղ մանկության տարիքից սկսած մարդը արդեն կարող է 30, 40, 50 տարի շարունակ ապրում է, բայց նա հուզական անզգայացմամբ է ապրում, то есть նա հույզերը արտահայտելու ավելի շատ դժվարություն ունի։ Նման մարդիկ, եթե դուք ուշադիր լինեք կամ հետևողական լինեք, նրանց դեմքի միմիկաները այդքան էլ զարգացած չեն, նրանք երբ որ ինչ-որ բան են ձեզ պատմում, միատոն է նրանց խոսքը կարծես, կամ լինում են դեպքեր, որ մարդու մոտ կարող է վառ արտահայտված լինել, օրինակ ագրեսիան, որ հաճախ ինքը վախի նշան է, ոչ թե ավելի ահավորի, ավելի հարձակվողի, այլ մարդը հաճախ վախի զգացումից ելնելով ինքը հարձակողական դիրք է զբաղեցնում, որպեսզի դրա տակ թաքցնի իր վախը։ Եվ պատճառները կարող են լինել հետևյալը հուզական անզգայացմանը, օրինակ մանկական տրավմաները, բռնությունները, բուլինգը, հուզական բռնությունները, ֆիզիկական բռնությունները, սեռական բռնությունները, նման ծանր իրադարձության կամ փորձառության միջով անցած մարդը, որպեսզի չվերապրի կամ հոգեկանը շատ չփշրվի, շատ չտուժվի մարդը, հոգեկանը անջատում է հույզերը, այսինքն ոչ թե միայն ցավն է անջատում, զզվանքը, զայրույթը կամ մեղավորության զգացումը, այլ ընդհանրապես ամբողջ հուզական աշխարհը, կարծես այնտեղ մի հատ ինչ-որ գործիք կա, որով որ ամբողջ ռուբիլնիկ հայերեն չգիտեմ ոնց է, ռուբիլնիկով նրա ամբողջ հուզական աշխարհը անջատվում է։ Եվ մարդուն այս տարբերակով արդեն ինչ որ չափով պաշտպանական մեխանիզմի շնորհիվ գոյատևելը հեշտանում է, բայց եթե չանջատվի այդ անջատիչը, ապա մարդը կարիք կունենա վերապրելու, արտահայտվելու, սովորաբար սեռական բռնության ենթարկված մարդուն, երբ որ գալիս է, օրինակ աղջիկը կամ փոքր տղեն, երբ որ գալիս է ասում է, որ ինձ հետ սենց են վարվել, մեր հայկական սովորություններին համաձայն հաճախ մայրիկը կամ տատիկը ինչ է ասում, ամոթ է, սուս մնա, այդպես բան չի կարա լինի, կամ նրա վախերը արդեն ավելի են ակտիվանում ծնողի կամ խնամակալի, մտածում է, որ հարևանը իմանա, ինչ կմտածեն, որ այս աղջիկը անբարոյական է, կույս չի եւ հետագային ոչ մեկ նրա հետ չի ամուսնանա։ Եվ իրենց վախերից ելնելով, նամուսից, պատվից ելնելով, երեխայի վրա են ավելի ջղայնանում, ախր դու ինչ գործ ունեիր իրենց տունը, ինչ գործ ունեիր դու այդտեղ, որ քեզ մի հատ էլ այդպես վարվեն, դու էիր մեղավոր, դու կարճ էիր հագել, կամ դու այնպիսի զգեստ ես հագնում, որ գայթակղի չէ, եւ դու հրահրում ես, որպեսզի քեզ հետ տենց գործողություններ անեն։ Ամենացավալին այն է, որ հաճախ նման խոսակցությունները կարող են վերաբերվել 7, 10, 13, 15 տարեկան աղջնակին։ Այսինքն մեր ծնողները, մեր պապերը, մեր տատերը իրենց սեփական վախերից, իրենց սեփական
անունից ելնելով հաճախ այս երեխային քննադատության են արժանացնում եւ դրա փոխարեն եթե նրան պաշտպանեին աջակցեին, գրկեին, գնային հաշվեհարդար կամ չգիտեմ, փորձային այս հարցին ինչ որ լուծում տալ, բարձրաձայնեին, հավանաբար հուզական տրամա կամ չէր լինի կամ էլ ավելի կթեթևանար ինչ որ չափով այս բռնությունը, որովհետև տեսեք, երբ որ բռնության ենթարկված անձը իրեն պաշտպանված, ապահովված չի զգում, այսինքն իր ցավը, իր հետ տեղի ունեցածը տեղ չի ունենում ծնողների կամ իր համար կարևոր մարդկանց համար, նա իրոք մտածում է, թե ինքը մեղավոր է, ինքը կեղտոտ ինչ որ մեկն է, ինքը զզվելին է, նա մտածում է, որ ինքը արժանի է դրան, եւ սա դառնում է հոգետրամա, եւ հույզերը ինչ անում, ամբողջությամբ անջատվում է, նաեւ հոգեկանը պաշտպանական մեխանիզմներից մեկը մոռանալն է, ամբողջությամբ թվում է, թե մոռացվել է այս դեպքը, բայց այնինչ վաղ տարիքում, օրինակ արդեն այս աղջիկը 27-28 տարեկանում ամուսնանում է եւ ամուսնու հետ սեռական ակտի ժամանակ նրա մոտ ֆլեշբեք է տեղի ունենում, այսինքն հետ է գնում այն իրավիճակ եւ նա իրականության հետ կապը կորցնում է, կարող է բղավել, գոռալ, անկողնուց վեր կենալ, փախչել, օգնություն կանչել, նա սկսում է վերապրել այն ապրումները, որը որ տարիներ առաջ եղել էր իր կյանքում, բայց քանի որ դա զսպված էր, չվերապրված էր, այսինքն այդ վերքը սպիացած չէր, այդ վերքը թարմ էր եւ ել ավելի թարմանում է, երբ որ ֆիզիկական կոնտակտ է տեղի ունենում, սեռական կոնտակտ է տեղի ունենում, նրա մոտ նա կարծես թրիգերվում է, այսինքն այդ սեռական կոնտակտը նրա մոտ արտնասնում է այն ապրումները, ինչ որ տարիներ առաջ նա անջատել էր, արտամղել էր կամ անտեսել էր։ Եվ հոգեկանի այդ արխիվից, անգիտակցականից արդեն վեր է բարձրանում դեպի գիտակցական այդ հիշողությունները, ցավը, կորուստը, ապրումները, տհաճ զգացողությունները, հետևաբար հոգեկանը այս դեպքում ամբողջությամբ հույզերը անջատում է։ Պատճառներից մեկը կարող է լինել խիստ ծնողները, օրինակ հաճախ տղաներին են ասում՝ դու հո տրյապկա չես, դու հո փալած չես, ձենդ կտրի, չի կարելի բղավել, չի կարելի արտասվել, չի կարելի ասել, որ ցավում է, մի հատ վերկաց շորերը թափտուր ու անցիր գործի, կմեծանաս, կմոռանաս։ Այսինքն այս դեպքում էլ արժեզրկվում է նրա հույզերը եւ երեխան իր փխրուն հոգեկանով ենթադրություն է անում, եզրահանգում է անում իր հոգեկանը, որ հույզերը արտահայտելը անթույլատրելի մի բան է, թուլության նշան է, մեծերի համար դա անընդունելի է, որպեսզի տղամարդը լինի ուժեղ, կարևոր, ավելի հեղինակություն վայելող, պետք է զսպի, պետք է իր մեջ պահի իր ցավը, տառապանքը, տհաճությունը եւ հետեւաբար սրանից էլ եզրահանգում է անում հոգեկանը եւ անջատում, այսինքն այս մարդու համար դառնում է անթույլատրելի իր էմոցիաները արտահայտելը, ել չասեմ վախը արտահայտելը, հուզմունքը արտահայտելը, արտասվելը եւ հետեւաբար մարդու կյանքում, բոլորիս կյանքում լինում են կորուստներ եւ այս մարդը երբ որ իր կորուստները չի սգում, չի լացում, չի արտասվում, չի բողոքում, չի դժգոհում, այս բոլորի հետ լուծում գտնելու տարբերակներից մեկը, ինչպես եւ հուզական անզգայացում, այնպես էլ կարող է լինել ավտոագրեսիան, այսինքն եթե ինձ չի կարելի մամայի վրա բարկանալ, որ ինչի ես ինձ սաստում, ինչի ես ինձ արգելում, որպեսզի ես ջղայնանամ, քանի որ նա չի կարող պատասխան ռեակցիա տալ եւ հույզերը ուղղել հասցեալ տիրոջը կամ փորձել կառավարել ու ճանաչել կամ այլ ավելի էկալագիչնի ձևով արտահայտել, նա ինչ է անում, ոչ մեկին, քանի որ չի կարելի պատասխան տալ, ոչ մեկի հետ, քանի որ չի կարելի վիճել, ջղայնանալ, գոռալ, սահմանները դնել, այս դեպքում ամենալավ տարբերակը դառնում եմ ես ինքս։ Ավելավ է այդ հույզերի սլաքները ուղղեմ դեպի ինձ, այս մարդիկ կարող են մատերը կրծել, ոտքերը շարժել, այդ ծիկեր ասածը, այդ հոգեբանական ծիկեր ասածն էլ երբեմն պատճառները կարող են լինել այս կամ մարդը կարող է արդեն պատահական թվացող հաճախ ընկնում է, ոտը խփում է սեղանին, ոտը խփում է անկողնուն, խոհանոցում գործանելուց շատ հաճախ է մատերը դանակով կտրում կամ ինչ որ սալատ պատրաստելուց մատերը կարող է քերել,
Թվում է թե առաջին հայացքից պատահական է տեղի ունենում, բայց պատահական չի, հոգեկանը ցավը ապրելու միտում ունի, կարիք ունի ցավը զգալու, այն ցավը, որը որ ինքը կուլ է տվել, ինչ որ ձևով պետք է արտահայտել։ Նաև կարող է լինել հետևյալը, որ մարդը եթե երկար տարիներ հնարավորությունից զրկել է հույզերը ճանաչել, արտահայտել, կառավարելուց, առողջ ձևով արտահայտելուց, նա հույզերը կուլ է տալիս եւ այդ կուլ տված հույզերը հաճախ նաեւ կարող են հանգեցնել շատակերության, այդ բուլիմիա ասացին կամ իմպուլսիվ շատակերության, հենց ստրեսային իրավիճակ է լինում, սկսում է շոկոլադ ուտել, լիտրերով կոֆե է խմում, օղի է խմում, կախվածություններն էլ սրա հետ շատ փոխկապակցված են։ Երբ որ մարդու կյանքում արդեն դառնում է դատարկություն, անիմաստության զգացում, այստեղ երբ որ մարդը ապաթիկ վիճակում է հայտնվում, նա կարող է նաև ձեռք բերել կախվածություններ եւ կախվածությունները նաև հաճախ հակում ունեն այդ հուզական դատարկությունը, այդ մի հատ պատկերացրեք մեծ սև այդտեղ տարակա, որը որ ինչ էլ անում ես առօրյայում, սննդով չես կարողանում լցնել, ալկոհոլով չես կարողանում լցնել, սեռական կախվածությունով չի կարողանում լցնել մարդը այդ դատարկությունը, խաղամոլությունով չի կարողանում լցնել։ Այսինքն այստեղ էլ կարող է նաև հուզական անզգայացումը իր բացասական ազդեցությունը թողած լինի։ Եթե ինչ չի կարելի հույզերս արտահայտել, ապա ես պետք է իրենց անդադար անջատեմ, միշտ չի, որ հոգեկանը կարողանում է իր սեփական ուժով առողջ ձևով անջատել, երբեմն պետք է աշխատանքի միջոցով անջատել, այսինքն տրուդագոլիզմի միջոցով, ես պետք է շատ աշխատեմ, որպեսզի ես մենակ չմնամ ինձ հետ, եթե ես մենակ մնամ ինձ հետ, վերհիշելու եմ, երբ որ արտաքին աշխարհի աղմուկը անջատվում է, իմ ներսի աղմուկն եմ ես լսում, իսկ այնտեղ ինչ աղմուկ է, մենակ մնացած վախեցած երեխա կա, ով սիրո, ջերմության, հոգատարության կարիք ունի, ուշադրության կարիք ունի, ով կարիք ունի, որ իրեն գրկեն, փաղաքշեն, ասեն, որ մենք քեզ հետ ենք, որ դու այս աշխարհում մենակ չես, որ քո ծնունդը շատ սպասված էր, որ մենք քեզ հետ ենք ամեն հարցում, քեզ եթե դրսում ինչ որ մեկը նեղացնի, շատ հանգիստ արի ինձ ասա, ես քեզ պաշտպանելու եմ։ Եվ տեսեք ինչքան բազմաշերտ խնդիրներ կա, որ մարդը փոքր տարիքում մենակով չի կարողացել գլուխ հանել։ Եվ ինքը իր հույզերի ձեռը, որպեսի կրակը չընկնի, որպեսի ինքը չդառնա անդուր մեկ քննադատության առարկա, որպեսի իրեն չծաղրեն, բուլինգի չենթարկեն, չասեն, վայ ինչ խոցելի ես, վայ ինչ տկար ես, վայ ինչ թույլ ես, մարդը այս հույզերը կուլ է տվել, անզգայացրել է, սառեցրել է, մեծ բետոնե շերտի տակ է թաքցրել, մեծ 10 մետրանոց բետոն է արել, որպեսզի հույզերը երբեք դուրս չգան։ Եվ ինքը հագել է ինչ-որ մի հատ դիմակ, որ այդ դիմակը կրում է հետևյալ էմոցիաները՝ ուժեղ եմ, ինձ ոչ մեկ չի կարող հաղթահարել, երբեմն մարդը փորձում է մեծ հաջողություններ ձեռք բերել, որպեսզի իր թույլ լինելը, խոցելի լինելը չերևա, որպեսզի ինքը երևա ավելի ուժեղ մեկը, հեղինակություն մեկը, ով կարևոր, այսինքն իր անձը, իր էմոցիաները, իր ապրումները, եթե այս աշխարհում տեղ չեն ունեցել, նա ենթադրել է, որ տեղ ունի այս աշխարհում, շատ փող ունենալը, հեղինակություն լինելը, պաշտոնյա լինելը, ինչ որ կարողություններ ունենալը, այս տարբերակով, եթե իմ անձը չեք հարգում, չեք սիրում, ապա իմ ունեցվածքը կհարգեք, կընդունեք, ապա իմ պաշտոնի միջոցով ես բոլորիդ կոնտրոլի տակ կվերցնեմ։ Տեսեք ինչքան բազմաշերտ ու ինչքան խուճուճ կարող է լինել այս թեման, բայց քանի որ մեր ժամանակը սահմանափակ է, չեմ կարող ամենայն բոլոր մանրամասներով ձեզ հետ կիսվել, նաև հուզական անզգայացման պատճառներից մեկը հետտրավմատիկ ստրեսային խանգարումն է, օրինակ դա կարող է լինել պատերազմից հետո, վթարից հետո, արդեն բռնության մասին խոսեցինք դրանից հետո, կորուստից հետո, ծանր իրադարձություններից հետո է տեղի ունենում, երբ որ մարդը հաճախ անսպասելի հայտնվում է մի իրավիճակում, որը իր հոգեկանի համար շատ ծանր է, հոգեկանը չի կարողանում այս ինֆորմացիան մարսել, չի կարողանում այս ինֆորմացիան մենակով գլուխ հանի մարդը եւ այս ինֆորմացիան եղելությունը, փորձառությունը դառնում է հոգետրավմա եւ որpիսի այս հոգետրավման շատ ավելի ծանր չլինի, մարդու մոտ հոգեբանական անեստեզիա է տեղի ունենում, այսինքն հոգեկանը ամբողջությամբ անջատում է հուզական աշխարհը, որpիսի մարդը գոյատևի
Ոչ թե մարդը ապրում է, այլ գոյատևում է, այսինքն հույզերը անջատած մարդը ավելի հեշտ է այս դեպքում ադապտացում, երբ որ ծնողները իրեն քննադատում են, նա բանի տեղ չի դնում, կամ փախչում է, կամ մեկուսանում է, այսինքն չի վիճում, կամ բանակում օրինակ ծառայում է, երբ որ իրան բռնության են ենթարկում, նա թեթև է ապրում կարծես, նա սկսում է հարմարվել, հանձնվում է, սկսում է ենթարկվել, բայց եթե արդեն իր հույզերը հետ վերադառնան, արդեն ինքը պետք է, ես ինչքան անելիք ունի, առողջ անձնային սահմանար պետք է դնել, երբեմն կարող է վեճ լինել, կոնֆլիկտ լինել, այսինքն ինքը իր եսով փորձում է ցույց տալ, որ «Էյ, ստոպ, ինձ դուք իրավունք չունեք բռնության ենթարկելու, այստեղ կա մարդ, այս մարդը ունի բարոյական արժեքներ, իրավունքներ, սրբություն, այս մարդը ունի իր սեփականը, այս մարդը կարող է դեմ գնալ ձեր կարծիքին, իսկ հաճախ ինչ է լինում, երբ որ երեխան կարծիք է հայտնում, ծնողը ասում է ձենդ կտրի, դու ով ես որ կարծիք հայտնես, այստեղ ով է քո կարծիքը հարցնում, եւ ինքը ավտոմատ դառնում է կատարող, ենթարկվողի դերում է լինում, ծառայողի դերում է լինում, եւ քանի որ նման միջավայրում է մեծացել, արդեն երկու տարբերակ է նրան լինում, կամ ինքը առհասարակ հարաբերությունների ժամանակ լինում է ենթարկվող, ծառայող, կամ լրիվ հակառակ ծայրահեղ բևեռն է զարգանում, ավելի ագրեսիվ է լինում, այն ինչ որ չի կարողացել ցույց տա ծնողներին, այն սահմանը որ չի կարողացել ընդգծի ծնողները, որ իրեն հարգեն, նա կարող է դառնալ բռնարար, հարձակվող, ագրեսիվ, ցավացնող, ենթարկացնող, պատժող, վրեժ լուծող։ Կարծում եմ բավականաչափ ձեզ հետ փորձեցի կիսվել, հա մի հատ կարևոր բան էլ ձեզ հետ կիսեմ, երբ որ հոգեթերապիայի ժամանակ այցելուի հուզական աշխարհի հետ արդեն սկսում ենք աշխատել, ինչ որ չափով երբ որ նա սկսում է ճանաչել, արտահայտել իր էմոցիաները, սկզբի շրջանում նա ինչ որ չափով ագրեսիվ է լինում եւ կոնֆլիկտ է առաջանում հաճախ ընտանիքի անդամների, աշխատակիցների, բարեկամների, ընկերների հետ, որովհետեւ այն որ իրեն երկար ժամանակ ենթարկացրել են, ինչ ասել են ինքը ոչ չի կարողացել ասել, այլ կատարողի դերում է եղել, ասել է այո, երբ որ նա սկսում է իր ղադրը իմանալ, իր արժեքը իմանալ, երբ որ ասում է ոչ, դնում է իր անձնային սահմանները, դա իրեն համար հեշտ չէ, ինքը մեծ ջանք է գործադրում, շատ իմպուլսիվ է դառնում նրա ոճը, ագրեսիվ է լինում նրա ոճը, եւ մարդիկ ասում են, այ ախպեր, ինչ եղավ քեզ հետ, գնացի հոգեթերապիա, եսի միշտ առար, առաջ կարգին տղա էր, առաջ կարգին կին էր, առաջ կարգին աղջիկ էր, ինչ ասում ենք խելոք ենթարկվում էր, այսինքն մեր ընտանիքի անդամների համար կամ մեր հարազատների համար հաճախ լավ մարդը այն է, ով չի վիճում, ով հնազանդում է, ով ենթարկում է, ով չունի սեփական կարծիք, ում հետ կարելի է վարվել այնպես, ինչպես իրեն է հարմար, սա էգոիզմ է, իսկ այն մարդը, ով որ իր սահմանները դնում է, նա էգոիստ չէ, նա իրեն սիրում է արդեն, առողջ իր մասին հոգ է տանում, չի ենթարկում ձեզ, չի ապրում ձեր պայմաններով, եւ այս արդեն հարցի մյուս կողմն է, որ ինչ անել, որ ոչ միայն իմով լինի, ոչ միայն քո կարծիքով լինի, այլ լինի երկուսիս համար հարմար ինչ-որ օպտիմալ տարբերակ։ Այսքանը սիրելիներս, լավ մնացեք, մինչ հանդիպում։